Բարև ձեզ Factor TV հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն է, բարև ձեզ։ Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարում բարդ է հայտնաբերել ագրեսիվ կամ սպառնալից բառեր հայերի եւ Հայաստանի հանդեպ, երբեմն իհարկե հնարավոր է նա չի թաքցնում ամեն դեպքում իր անկեղծ մոտեցումը, բայց նաեւ լսում ենք ահա այսպիսի բառեր։ Պատմական ձեռքբերում է օգոստոսի 8-ը, վերջ է տրվել 30-ամյա պատերազմի եւ արյունահեղությանը, ասում է ես եւ Փաշինյանը քաղաքական կամք ենք դրսեւորել, 5-6 ամիս է ապրում ենք խաղաղության մեջ եւ վայելում այս իրավիճակը։ Ինչ է կատարվում։ Այո, Դավոսից էր, այո։ Դա պետք է հասկանալ, որտեղ ինչ է խոսում ճանաչելով Իլհամ Ալիևի երկար ժամանակ։ Իրականում թվում է թվացial միգուցե ինչ-որ բան է փոխվել խոսույթներում, բայց իրականության մեջ չի փոխվել եւ դա միայն ես չեմ ասում, վերջի շրջանում նույնիսկ այդ հետախուզության ծառայության զեկույցը դրա մասին փաստեց։ Ինչ մենք մի քանի ամիս խոսում էի, նաև ձեր տաղավարը մարդ ունեցել խոսելու, բայց առհասարակ եթե օգոստոսի 8-ից հետո, այսպես ասած, մոնիթորինգի ենթարկես, ադելության խոսքել է եղել Իլհամ Ալիևի ելույթում, օրինակ դրանից անմիջապես հետո ասում էր հայ հանրությունը միևնույն է հիվանդ է եւ ես դրա մասին պետք է խոսեմ, զավթողական հայեցակարգեր են եղել եւ դրա համար առանձնահատուկ վտանգավոր ես համարեցի նոյեմբերի 3-ի ելույթը Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ ասեց, որ ներկայիս Հայաստան մեր վերադարձը պետք է դարձնեք տրամաբանական, որպեսզի տրամաբանական եւ անկեղծ fair and logical տրամաբանական եւ այո, այդ տրամաբանության մեջ ու դրանից հետո ադրբեջանական ողջ հենց պետական, քարոզչական մեքենան, լրատվականները լծված են այդ վտանգավոր կոնցեպտի սպասարկմանը, այսինքն այդ տրամաբանության մեջ ցավոք սրտի ոչինչ չի փոխվել, բայց իհարկե արտաքին հասկանալ Լավ, եկեք արտաքին լսանի մասը շարունակենք, ես հարցնել եմ ինչպես հասկանալ միտեղ խաղաղասիրական ելույթներ, միտեղ Արևմտյան Ադրբեջանի ՀԿ-ի ֆինանսավորում Բայց դա միշտ այդպես է եղել Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ շրջանում Ալիևը երբեք չի գնացել որևէ միջազգային հարթակում ու ասել, որ պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այսինքն արտաքին դերակատարների հետ կապված խոսույթները մշտապես տարբերվել են ներքին լսարանին հղվող ուղերձներից, բայց իրականությունը ինչ տեղի ունեցել, դա տեղի ունեցել այն բոլոր ուղերձների հիման վրա, ինչ ինքը հղել է ներքին լսարանին, այսինքն հայատյացության քարոզ, ատելություն, ռազմական սպառնալիքներ, այդ ամբողջը որ կա, օրինակ ինքը երբևէ տեսել եք որևէ միջազգային հարթակում գնա ու ասի Երևանը պատմական ադրբեջանական տարածք է։ Բայց բան լսել եք։ Բայց ներքին լսարանում ասում, այսինքն բնականաբար ինքը հասկանում է որտեղ ինչ խոսի, ինքը Թրամփի մոտ գնում ձեռք սեղմում էր ու ասում էր վերջապես հասարակությունները պիտի սովորեն ապրել իրար հետ, մոտավորապես այդ մի բան կարող բառացի չեմ մեջբերում, հետո հետ է գնում ասում է հայ հանրությունը հիվանդ է, հետո ադրբեջանցի իշխողի պատգամավորներ ասում են յուրաքանչյուր հայի մեջ պետք է ահաբեկիչ տեսնել, հետո Արցախում մնացած հատուկ են հայերից մեկին նորից ձերբակալում են որպես ահաբեկիչ, մյուսներն էլ հետ են գալ, այսինքն դու պետք է հասկանաս իրականությունը, իրական քայլերը որտեղ են ունենում, դրանք ինչ ելույթների, ինչ ուղերձների հիման վրա են տեղի ունենում, իմ մոնիթորինգը, իմ դիտարկումը տևական ժամանակ ցույց է տալիս եւ ես դա առիթ եմ ունեցել նաեւ միջազգային գործընկերներին ասելու, որոնք միշտ ինձ ասում են, գիտես, այդ որ ասում ես Ալիևի սպառնալիքների մասին, մենք հասկանում ենք, բայց ինքը փակ դռների հետևում կամ միջազգային հարթակներում բոլորովին այլ կերպ է վարվում, ավելի կառուցողական ավելի այդ դիրույթում եւ ես ասում եմ եկեք լավ նայենք իրականության մեջ ինքը իրականացվեց Արցախի էթնիկ զտում, որը փակ դռների հետևում դες ասում էր որ չի անելու։ Ասում են հա, այսինքն եթե դու այդ առումով ես նայում, պետքա օրինակ ես շարունակում եմ, չէ, Ադրբեջանի դասագրքերի մասին մենք խոսելու առիթ ունեցել ենք ձեր տաղավարում։ Այդ դասագրքերը փոխվել են։ Արդյոք ադրբեջանցի երեխաները այսօր չեն սովորում այն վտանգավոր խոսույթով չեն դաստիարակվում, թե Հայաստան իրենց պատմական հողն է, դաստիարակվում են, չէ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայությունը թեև օգոստոսի 8-ով պայմանավորված նախագահի այսպես ներգրավման մասշտաբներով պայմանավորված եւ այլն
գրեթե անհավանական էր համարում մոտակա շրջանում ռազմական էսկալացիանը, բայց նաև նույն ծառայությունը նշում է, որ հատկապես օգոստոսի 8-ից հետո ակտիվացել է Արմենիան-Ադրբեջան խոսույթը, գործողությունը, այսինքն ոչ միայն խոսույթը, այլև գործողությունները, ինչը առաջացնում է ռիսկեր եւ բացաբար ազդում խաղաղության կառուցման վրա եւ գիտենք նաեւ որ Ալիևի աշխատակազմն է ընդհանրապես ֆինանսավորում այս կազմակերպությանը, հա այն մյուս մեկնաբանությունը գիտեք որն է, որ դե մենք էլ Արցախի հայեր վերադարձի հարց ենք պահում, այո, մենք չենք պետականորեն դա չի պահվում, բայց ընդդիմությունը պահում է, Սփյուռքի տարբեր կազմակերպություններ պահում են, արցախցիներ պահում են եւ Ալիևը մի կողմից այսպես խաղաղության ինչ որ գծի մեջ է, մյուս կողմից նաեւ ի հակակշիռ մեր արցախցիներ վերադարձի թեմա, ինքն էլ Արմենիան-Ադրբեջանի թեման է պահում, այսինքն եւ գնում է այս ճանապարհով եւ այստեղ իր համար ինչ որ բուֆեր է պահում։ Ինչ կարող եք ասել այս մեկնաբանության կամ բացատրության վերաբերյալ։ Նախ դրանք իրար հետ նույն հարթության վրա դնել չես կարող, որովհետև Արցախը դա եղել է պատմականորեն իրականության մեջ մինչև վերջին տարիները եղել է նույնիսկ որպես չճանաչված միավոր։ Գիտեք ինչ կոնտեքստում, որ մենք նորից չբարձրացնենք այդ կոնտեքստը հասկանում եմ, բայց դու դա իրար հետ չես կարող համեմատել։ Դրանք տրամաբանորեն համեմատելի չեն։ Նա 0-ից ստեղծված կոնցեպտ է, սա այսպեսին է, բայց վերադառնանք, փորձենք այդ ռակուրսից նայել, երբ է Ալիևը առաջին անգամ նման հայտարարություն արել, որ ասել է ներկայիս Հայաստանը երբեք չի եղել այս տարածաշրջան, ներկայիս Հայաստանը մեր հողն է։ Այդ հայտարարությունը նա արել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, այսինքն Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց։ Տրամաբանության մեջ ինքը երբեք նման հայտարարություն չպետք է աներ։ Ու դրա նույն տեքստի մեջ ինքը ասում է մենք այս հարցը կարող ենք բարձրացնել, որտեղ հիմա Արցախի թեման, Ղարաբաղի թեման, ինչպես ինքն է ասում, փակված է։ Այսինքն դա ոչ թե եղել է նպատակ, որպեսզի այսպես ասած որ զուգահեռ կեղծ թեկուզ իրականություն ստեղծի Արցախի հիմնահարցին, այլ ընդհակառակը տեսել է, որ Արցախի թեման փակված է, այժմ կարելի է անցնել Հայաստանի տարածքի նկատմամբ նկարտումներին։ Եվ եթե ձեր ասածը լիներ զուտ քարոզչական թեկուզ նպատակներով, օրինակ քարոզչական ճնշման նպատակ ունի, թույլ չտալ, որ այս թեման բարձրանա։ Այո, բայց այդ թեման չէր մտնի հանրակրթական դպրոցներ։ Սերունդ չէր մեծանա մտածելով, որ Հայաստանի տարածքը ընդ որում առանց որևէ պատմական փաստի, ես ասում, թեկուզ պատմական փաստեր բերեինք, եթե տենց խոսակցություն լիներ, ասեի հա։ Օրինակ ձեր ասացի տրամաբանությունը գիտեք, որը կլներ, որ ինքը խոսեր բացառապես փախստականների հետ կապված թեմաներ, օրինակ որ խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, ապրել են։ Փաստ կա դրա մասին, ոչ մեկ դա չի կարող շղթել։ Բայց ինքը դες չի ասում, չէ։ Դու պետք է հասկանաս ինքը ինչ կոնտեքստում է դա դնում։ Ընդ որում այդպես չասելով ես միլիարդավոր անգամ ասել եմ, նորից չեմ հոգնի կասեմ։ Դու իր համար կարող ես ստեղծել մեծագույն գլխացավանք այդ հայտարարության համար։ Ու իրապես կարող ես, պետք է ստեղծել։ Արմենիան-Ադրբեջանի խոսույթը։ Այո, որովհետև դա հստակ զավթողական ծրագիր է ու դու դա անտեսել չես կարող։ Ես 2023 թվականի փետրվար ամսից անհոգնել խոսում եմ դրա մասին։ Ու հիմա նոր հետախուզությունը հրապարակում անում օգոստոսի 8-ի համեմատ։ Օգոստոսի 8-ի համեմատ թող մարդիկ գնան իմ սոցիալական ցանցերում, Facebook-ի էջում տեսնեն, ես քանի գրառում եմ արել ու նախազգուշացում դրա մասին, ու ինչպիսի հարձակումների եմ ենթարկվել։ Մարդիկ գնում հանրայինի եթերում Արիֆ Յունուսովը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ ասում էր այդ թեման փակված է։ Ու դա հնչում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, սուտ է, ակնհայտ սուտ է, երբ որ կա փաստեր։ Ես մի օրինակ բերեմ ձեզ, Ադրբեջանը ունի այդ ազերթաջ գործակալությունը, որը մոտավորապես Armenpress-ի այսինքն պետական լրատվական գործակալություն, այդպես էլ կա պաշտոնապես։ Միայն դեկտեմբեր ամսին այդ գործակալությունը արել է 42 հրապարակում, կարող են գնալ հաշվել, որտեղ Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Ինչ է սա, եթե 25 թվականի դեկտեմբեր։ Այո, 25 թվականի, այդ ամենավերջին տվյալներն եմ ասում, հունվարը դեռ չի ավարտվել, հունվարը որ ավարտվի, դա կասեմ։ Այսինքն, ինչ է դա նշանակում։ Եթե ոչ պետական զավթողական քաղաքականություն, ինչ կապ ունի Արցախի թեմասրա հետ առհասարակ։ Ընդհակառակը Արցախում տեղի ունեցածը արձակել է Ալիևի ձեռքերը, իսկ իշխանությունների քաղաքականությունը չպատժել Իլհամ Ալիևին այդ ամենի համար, նրան մղում է նոր ավելի վտանգավոր հանդուգն քայլերի։ Օրինակ, մի բան ասեմ, եթե Ադրբեջանը հստակ սպառնալիք տեսնի նույն միջազգային իրավական ատյաններում կամ երբ վավերացրեցին ICG-ին, միջազգային քրեական դատարանը, այո, այսինքն օրինակ սպառնալիք տեսնի, որ եթե ինքը ռետորաբանությունը քաղաքականություն շարունակ ինքը խնդրեմ ունենալու, վստահեցնում եմ ձեզ, դա էլ հազասպիչ գործ ունի։ Ամեն ինչ Հարապետյան, այսօրվա միջազգային հարաբերություններում ցավոք
իրավունքը բավականին այսպես հարվածներ է ստանում եւ իրապես այդպես է մենք տեսնում ենք ասենք կարելի է ինչ որ մի երկրի նախագահի ուղղակի գողանալ եւ դատել էլի ու որովհետեւ մի համաշխարհային ոստիկան չկա որ ձերբակալողներն ասեն ոնց որ այնքը հանցագործն է բայց դուք ոնց եք մտնում այդ երկրի տարածք էլի ուզում եմ ասել չգիտեմ ջունգլիական օրենքներ միգուցե ամենևին չհրաժարվելով իրավական գործիքներից բայց միայն դրա վրա հույս չդնել միայն փորձել հույս դնել օրինակ եթե Ալիևը այսպես վախ ունի Թրամփից ինչ որ պատժամիջոցների եթե եմ ասում էլի ենթարկվելու ագրեսիայի դեպքում կամ վնասներ կրելու տնտեսական իմիջային եւ այլն իսկ Թրամփը ցույց տվել է որ իր ծրագրեն հակառակվողների հետ մեղմ ասած ինքը այսպես երջանիկ շփում չի ունենում միգուցե օգտվել այս ռակուրսից եւ օրինակ բերել Թրամփյան այս վարչակազմի ավելի մեծ ուշադրություն տարածաշրջան, որը այսպես կլրացնի միջազգային իրավունքի բացերը, որ այսօրվա աշխարհում գոյություն ունի։ Վաղը միգուցե մեծանա միջազգային իրավունքի դերակատարություն, բայց եթե այսօր ռեալ պոլիտիկն է, միգուցե այդ ուղղությամբ մեծացնել կշիռը։ Նայեք, մի կողմից այո, միջազգային իրավունքի հարցերում նույն Ալիևը ասում է միջազգային իրավունք գոյություն չունի։ Եթե այդ ռակուրսից դիտենք, ապա ինչի մասին են խոսում, երբ ասում են տարածքային անձեռնաբխելիություն, տարածքային ամբողջականություն, Ալմա-Աթայի հռչակագիր։ Իսկ կարող է այդ Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված այդ ձեր ողջ բանակցությունները հոդս ցնդեն, թե չէ։ Այսինքն այդ ամբողջը պահվում է բացառապես այսօր Թրամփի անձնական գործոնով պայմանավորված, որը հավերժ տվել չի կարող շատ հասկանալի պատճառներով։ Երբ ժամկետով վախ է Թրամփից, այսպես։ Մինչև այդ իրանք էին մեզ վախացնում, հիմա մենք ենք փորձում մի քիչ վախացնենք, բայց այդտեղ ինչն է, դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում, որի մասին ես էլ եմ շատ խոսում։ Ինչու մսխել ամերիկյան միջնորդությունը, եթե ունես իրապես լուրջ միջնորդ, որի հետ քո քաղաքակրթական, դիվանագիտական, ճիշտ ձևով կոմունիկացիոն կապերը եւ ճիշտ շեշտադրումները կարող են նպաստել քո երկրի հանդեպ ուշադրության մեծացմանը եւ այդ ռիսկերի ավելի երկարաժամկետ չեզոքացմանը։ Փոխնախագահ Վենսն է գալու Հայաստան եւ Ադրբեջան, սա լավ առիթ է, օրինակ տարբեր հարցեր բարձրացնել։ Հիմա դրան կանդրադառնամ։ Այսինքն, եթե դու իրապես խնդիրը դիտես, օրինակ չգնամ քրեական դատարան կամ չսպառնամ քրեական դատարանով օգտվեմ առկա իրավիճակից, այդ իրավիճակի մեջ դու ոչ թե պետք է Ալիևին օգնես, որ ինքը ներկայանա որպես խաղաղության Օսկարի արժանի աղավնի, այսինքն մաքրես իրան բոլոր մեղքից, այլ ասես, տես ասես, գիտես ասես, նայ, այսինչ արել է շատ վատ է սարը, եթե չես ուզում սրա մասին շատ խոսեմ, օրինակ ոնց էս քրիստոնեական մի ամբողջ բնակչություն մաքրել էթնիկ, չես ուզում, չէ խոսում, չէ, չեմ ուզում, դերում վերջ տուր ես թեմային։ Օրինակ եմ ասում, շատ գողական խոսակցություն եմ ասում։ Այսինքն դու եթե ունես այդ խաղաքարտը, դու այսօր չես կարողանում հասնել անգամ բոլոր գերիների ազատ արձակմանը։ Իսկ դրան հասնելը այդքան բարդ չի։ Հիշում եք այդ խոսակցությունը օգոստոսի 8-ին, որ ասում եք, ես գիտեմ, որ ձեր համար այդ 23 գերիները կարևոր է, Նիկոլ Փաշինյանն է գլխով անում, ասում է, եթե ես ասեմ Ալիևին, ես չեմ կարծում, որ ինքը ինձ կմերժի։ Օրինակ հարց ասել է Ալիևին, թե ոչ։ Վստահ եմ, որ այդ ուղի խոսակցությունը չի եղել։ Ընդ որում պետք չի հեռախոսը զանգի ասի, մի հատ թվիթ Թրամփից բավարար է։ Վենսի այցի մասն եք խոսում, շատ լավ է, որ փոխնախագահը, որը երևի համաշխարհային մասշտաբով ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է այսօր, գալիս է Հայաստան եւ գնալու է Ադրբեջան, արդյոք կարելի է այդ այցը դարձնել միջոց կարևոր այդ գերիների թեման վերջնական փակելու համար։ Ամենայն ազնվությամբ վստահ եմ, որ այո։ Ընդ որում եւ իշխանությունները կարող են դրան անել եւ ընդդիմությունը եւ հանրային դաշտը, այսինքն ինչ-որ կոնսոլիդացիա ապահովեն այդ հարցի շուրջ, որ շատ լավ է որ ստեղից, չգիտեմ, երևի առաջին Երևանը գալի, ընդհանրում հետո Բաքու, հոյակապ Բաքվից խնդրում եմ վերադարձի այդ մարդկանց քո հովանու ներքո իդ բերելով։ Վստահ եմ դա անելու են ամերիկացիները, այստեղ մի քանի գործոն կա, նախ իրենց հեղինակության հարցը, որպես միջնորդներ հեղինակության հարցը։ Մենք ձեզանից այս հարցը խնդրում ենք լուծել, ընդ որում դուք հրապարակային ասել եք, որ պատրաստ եք դա լուծել նախագահի մակարդակով։ Այս հարցը լուծեք, սա հայ հանրության վրա ճնշման, նվաստացման, ինչ-որ անիմաստ լարվածության գործ իրոք այդպեսին է դա։ Դա հաճ է տեսնել կամ լսել խաղաղության մասին, երբ այդ մարդիկ այնտեղ ինչ-որ անհասկանալի շինծու դատավարությունների մեջ է, սա մեկ։ Կներեք, այստեղ մի նշում, հիշում ենք, որ Վագիվ Խաչատրյան կամ մեր մյուս հայրենակիցներին, Գևորգ Սուջան մյուսներին ինչ դաժան մեղադրանքներ էր առաջադրում Ադրբեջանի նախագահը
եւ դատում Ադրբեջանի այսպես կոչված դատարանը, հա։ Ցույց մինչև ցեղասպանություն եւ այլ ինչեր ասած։ Եվ նա ցույց տվեց, որ շատ հանգիստ կարող է հրաժարվել դրանցից։ Այո, հենց դա իմիջայլոց այդ կոպիտած Պանդորայի արքա բացել է մեզ համար։ Մի կողմից ես չէի ուզի, որ այդ մարդիկ վերադառնան սիրիացիների դիմաց այդ բանը ինձ դուր չի գալ փոխտասարությունը, բայց մյուս կողմից, երբ ես տեսա ադրբեջանական հանրային դաշտում, որ այդ ընդդիմադիր շրջանակն է դրսում ապրող, ընդդիմադիր ներսում ընդդիմադիրները բանդերում են։ Ես էլ եմ նկատել, որ ասում են, տեսեք Ալիևը խաբեց մեզ։ Տեսեք, խաբեց մեզ, բացի այդ ասում են, այդ ինչի մեր օրինակ խաղաղության մասին խոսացողները, ինչպիսին այդ Բահրուս Սամադովի դեպքը եւ այլ մարդիկ կան մնում են բանտերում, իսկ ես մարդկանց ազատ է սարսափում։ Այսինքն դրանով մենք մի հատ կարևոր գիծ ենք բացել, որի միջոցով կարելի է այդ հարցը վերջնական լուծել, ինքն էլ թող իր հանրության դե ինքը ավտորիտար ռեժիմ է, ասես ասած որոշեցի խաղաղության համար օրինակ Ալիևյան քարոզիչներն ասեն, որ մենք մեծ ձեռքբերում ենք ունենում հայերին ազատելով։ Այդ բանը ես նկատեցի մի քանի ադրբեջանցի իշխողուժի պատգամավորների մոտ խոսույթում այդ փոփոխությունը, որ երբ որ իրենց ասում են բան մյուսները ասում են դե մենք մեր վրեժը ռազմի դաշտում լուծել ենք, այդքան մի մանրացեք։ Այսինքն ասել, որ դա հնարավոր չէ, քան մարդու բաքուն բան։ Իրոք ինչ որ մեկը մտածում որ Թրամփը ուղիղ Ալիևին ասի, Ալիևը բաց չի թողել այդ մարդկանց։ Անհնարին բան է դա։ Եվ կնայեք, բայց այստեղ ու ձեր ասած պատճառներով հենց ճնշման գործիքներով, հեղինակային հարցերով Ալիևը մար գիտեք ինչ կարևոր է այսօր այդ կապ կոնտակտը, որ ինքը ստեղծել է, ընդ որում Հայաստանի միջոցով է ստեղծել։ Դուք, չգիտեմ, ֆիքսել եք նրա դեմքը Թրամփի կողքին նստած, թե ոչ, վստահ եմ վարչապետը ֆիքսել է։ Գիտեք, ես նրան ինչքան ուշադիր եմ։ Շատ ուշադիր եք, այո։ Տեսեք, բայց եթե մի քիչ ավելի, այսպես անկեղծացնենք մեր զրույցը, ակնհայտորեն Ադրբեջանի այս ղեկավարությունը ավելի մեծ շանսեր ունենք մենք վերադարձնելու ոչ ռազմաքաղաքական ղեկավարությանը, այ ինչպես է նրանք ներկայացնում ռազմաքաղաքական ղեկավարության պատժելու իրենց այս գործընթացը, որովհետև թվում է իմ սուբյեկտիվ ընկալումը այն է, որ իրենք իրենց հանրությանը այս մարդկանց մեր հայրենակիցների ռազմաքաղաքական ղեկավարներին դատելը դա ներկայացնում են այդ ողջ Ղարաբաղյան պատմության չակերտավոր արդար ավարտ, որ վերցրինք մեր տարածքները եւ պատժեցինք մեղավորներին։ Հիմա իրենք կարող են ադրբեջանական հասարակության բացատրել այս մարդկանց ազատումը, մյուսներին ոչ ղեկավարներին, ինչպես տեսնում ենք, ինչ որ մի ձև կարողանում են բացատրել, թե մեր խնդիրը չի մտնել այս հարթություն։ 100%-անոց մեր խնդիրը չի մտնել այդ հարթություն, որովհետեւ ինչ ասել, այդ ռազմաքաղաքական ղեկավարության ասվածի մեջ 8 հոգու մասնա խոսքը, օրինակ մտնում է նաև Ռուբեն Վարդանյանը, չկապնի Ռուբեն Վարդանյանը, Արցախ է գնացել շատ ավելի ուշ, այդ մեղադրանքները, որ իրեն կան, ինչ որ մարդիկ են բերում վկայություն տալու։ Կնայեք, եթե Ռուբեն Վարդանյանը ինչ կապ չունենար, ֆիլմ չեն նվիրի նրան։ Հենց դա է, անգլալեզու հակաքարոզ։ Ընդ որում այդ մարդուն գերի են պահում, դատապարտում են ՑՄ ազատազրկման ու այդքան գումար են ծախսում, ֆիլմ են նկարում, այդքան մարդ են վարձում, բերում Հայաստան, այդ ամբողջ ինտերվյուները անում են ուրիշ ընկերություն, որ մի հատ ֆիլմ անեն այդ մարդու մասին։ Այդ նշանակում է այդ մարդը այդքան կա, չէ՞։ Այդ նշանակում է այդ մարդուն պահել իրենց համար խնդիր է, չէ՞։ Դա սա բարթացնում է խնդիրը, ուզում եմ դա ասել։ Մի կողմից բարթացնում, մյուս կողմից հեշտացնում է։ Այսինքն, եթե դու այդ գործոնը ուղղճացնում ես, դու Ադրբեջանի համար հայ գերիների մնալը դարձնում ես Ադրբեջանի քաղաքական գլխացավանքը, դու այդ հարցը կարողանում ես արագ լուծում տալ։ Իրապես կարողանում ես ու կարողանում ես, ես կարծում եմ Վենսի այցը, շատ ուղիղ ասեմ, փայլուն հնարավորություն է այդ հարցը մեկընդմիշտ լուծելու։ Իսկ ամբողջ գործընթացի հետ կապված, որ ասում եք, ինչպես են ներկայացնում, այդ գործընթացը իրենց դատախազության, այսպես կոչված եզրակացության այդ ամբողջի մեջ մեղադրական ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինքը ուղղված չի կոնկրետ այս անձերի դեմ։ Ամբողջ մեղադրանքը Հայաստանի Հանրապետության դեմ է, ընդ որում որպես շարունակականություն հետագայում ենթադրաբար պատժելու, ինչ որ ռեպարացիաներ ուզելու, փոխհատուցումներ տանելու, ինչ որ էկոլոգիական խնդիրներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը ոչ թե թեման փակելու, ենթադրաբար փակելու նպատակ ունի, այլ ընդհակառակը թեմայի շարունակականությունը ապահովելու։ Ու հենց Հայաստանի Հանրապետության շահերից է բխում այդ թեման վերջնական փակել ու այդ մարդկանց վերադարձնելը իրենց հայրենիք։ Ու այդ թեման փակել է առհասարակ հնարավորություն չտալ Ադրբեջանին այդ թեմայի շահարկումը շարունակել է, որովհետև դա խնդրեմ է։ Ու ասում եմ, դա պետք է դառնա Ալիևի մեծագույն գլխացավանք, ինքը չի պետք է որևէ ձև չկարողանա արդարացնել գերիներ պահելը, ընդ որում մի գործոնել ավելացնեմ։
քրիստոնեության գործում է։ Ինչու եմ դա ասում, որովհետև դա հնարովի բան չի, որ ասում եմ եկեք օգտագործենք։ Բազմաթիվ վկայություններ կան, որ այդ մարդիկ թիրախավորվում են նաև որպես քրիստոնյա։ Իրենց վրա օրինակ եթե խաչի նշաններ կան այդ տատուի տեսքով, դրանք այրվում են։ Եթե իրենք աստվածաշունչ են ուզում, դա իրենց չի տրվում։ Նույն ոչ միայն հայերի հետ կապված, այլ այդ Բահրուս Սամադովի շատ հայտնի դեպք կա, որ ասում է, ես ամենաշատը ծեծվել եմ, երբ աստվածաշունչ եմ խնդրել, որտեղ ինքը քրիստոնյա է, չէ՞։ Քրիստոնյա է, վերապահված քրիստոնյա, այսինքն այդ թիրախավորումը կրոնի գոյությունն է, եւ ես ձեզ ասեմ, բոլոր օրինակ այն նյութերը, որոնք քրիստոնեության հետ են առնչվում, գերիներ եւ քրիստոնեություն, Ադրբեջանում ամենածանր ձևով են արձագանքում դրանց։ Ու իրենք փորձում են ցույց տալ, որ ոչ, իրենք շատ տոլերանտ, իրենք խնդիր ունեն տեղ, ու դու այդ խնդիրը պետք է այնքան, այսպես ասած, բզի նման իրանց բանանես, որ սկսի ցավալ ու իրանք էլ չկարողանան այդ հարցը շարունակություն ապահովել այդ մարդկանց։ Շատ լավ, տեսեք, եկեք այս հարցը դիտարկենք կռվանի տեսանկյունից, մեզ համար կոնգրեսում 907 բանաձևի չեղարկման ցանկություն Ադրբեջանի կողմից, սա անթակույց նպատակ է Ալևյան եւ հենց ինքն էր ասում, որ Հայաստան շրջափակված չի, տեսեք, մեր տարածքով բեռներ են գնում, անգամ մենք ենք դիզվառելիք վաճառում, երբեք էլ շրջափակված չի եղել, պարզվում է Հայաստանը։ Այս վերջերս ինքն հայտարարության մեջ ասում էր Ադրբեջանը շրջափակված երկիր է։ Այո, մենք ենք շրջափակել կամ ինքը, չէ, ինքն է փակել ցամաքային սահմանները Ադրբեջանի Ինքը ասում է, ինքը իրեն շրջափակվել է բանի հայտնի կոմեդի կլաբի Ռաֆիկ Նևչյամնի վինովատ։ Հուսամ Փաշինյանն այդտեղ մեղավոր դուրս չի գա։ Տեսեք, դուք տեսնում եք այստեղ աշխատանքի տեղ, որ ամերիկյան կողմի հետ այսպես աշխատանք լինի այն առումով, որ սրանք երբ որ արվում են դեպի Հայաստան բեռների փոխանցման հնարավորություն, լավ քայլ է, վատ քայլ չի, բայց նաև մի քանի այլ խնդիրներ կան, Հայաստանի տարածքների օկուպացիայի պատճառով է 907 բանաձևը ընդունվել ժամանակին, Արցախի Հայաստանի դեմ պատերազմի պատճառով է եւ իհարկե շրջափակման պատճառով, այսինքն միայն ղազախական կամ ռուսական ցորեն թույլ տալով Հայաստան մտնել, այս բանաձևի չեղարկումը մի տեսակ անարդար կարող է լինել, այսինքն ինչի համար այն մտցվել է, այդ պատճառները պետք է Ադրբեջանը չէ վերացնի, ինչ եք դուք մտածում, այստեղ ինչ որ հնարավորություններ տեսնում եք եւ Ադրբեջանը իրոք այդ բանաձևի չեղարկման համար այս քայլերն անում, թե այլ պատճառներ կան։ Ռոբերտ ջան, իրական դուք ասում եք այն, ինչպես պետք է ենթադրաբար վարվեր նորմալ իշխանությունը։ Այսինքն ինքը ոչ թե պետք է օգներ Ադրբեջանին իր ամեն արած մանր-մունր քայլ մեծ գնով վաճառել ուրիշների վրա, այլ ընդհակառակը օգտվելով այդ քայլերից ու միջնորդների հնարավորություններից մեծացնել մասշտաբներ ու ավելի երկարաժամկետ այդ խնդիրների լուծմանը հասնել։ Ինչպիսին օրինակ դուք ասում եք Հայաստանի այդ օկուպացված տարածքների դեօկուպացիան, որը Ադրբեջանը որևէ բարի կամքի դրսևորման դեպքում այդ տարածքներից դուրս չի գալու ու բոլոր նույնիսկ այդ արբանյակային լուսանկարների ցույց տալու իրենք ամրանում են այդ տարածքներում, իրենք դիրքավորվում են այդ տարածքներում, այսինքն այդ շատ հայտնի հարցազրույցը կար Ալիևի, երբ իրենք ջերմուկի ուղղությամբ հարձակման էին գնացել ու ինքը ասում է մի եվրոպացի պաշտոնյային զանգահարեց, ասաց ինչի ես գնում այդ ուղղությամբ, դա ընդհանրապես ձեր հետ կապ չունի, Լեռնային Ղարաբաղի հետ կապ չունի, ասաց որովհետև ես պետք է տեսնեմ թե ինչ է կատարվում Հայաստանում, տարանցիկ ճանապարհների մասն է խոսքը։ Եվ եթե դուք արբանյակները անջատեք, ես կարողանամ բարձունքներ։ Չասեց անջատեք, այդ Պաշտոնյան ասել է, իսկ արբանյակներով նայ դու ունես այդ հնարավորություն, ասել է ես իմ աշկով պետք է տեսնեմ։ Այսինքն տեսեք այդ արբանյակ անջատելու դրվագ է հիշում, դա երևի հավատացեք ինձ, ես չափազանց շատ եմ այդ ելույթները կարդացել եմ, անգիր հիշում եմ։ Այսինքն այդ առումով ինքը իրապես ցույց է տվել իր նպատակները Հայաստանի տարածիկ ճանապարհների նկատմամբ վերահսկողության սահմանում։ Այո, դու պետք է օգտվես այդ հնարավորությունից, ոչ թե այդ ներքաղաքական, շատ նեղ ներքաղաքական խնդիր ապացուցել խաղաղությունը, երբ որ գալիս է ինքը իրապես իրական ու երկարաժամկետը, վստահեցնում եմ ձեզ, դու մարդկանց դրանում համոզելու խնդիր չունես, իրանք դա ամենօրյա մակարդակով իրենք զգալու են, բայց Հայաստանը շահել է 3 տարվա, պայմանական 3 տարվա time out,
պատուհան, այդ պատուհանի այդ աշխատելու ընթացքում դու կամ կհասնես երկարատև իրապես խաղաղության հաստատմանը, կլինի դա դիվանագիտության, անվտանգային համակարգերի ընդհանուր համալիր գործարկման, բանակի մոդեռնիզացիայի ճանապարհով, կամ դու կարող ես այդ ամբողջ ընթացքում զբաղվել քահանա վերբով կանելով, քահանա ռիվիլ փարթիներով, այդ ամբողջ խնդիրներով, թմբուկ նվագելով, համերգներ տալով, որ ասում թռի վռի մի ճպուր, ողջ ամառը շուրումոր։ Այսինքն ու հետո բախվես դաժան իրականության հետ պատերազմական թայմ-աութի մասին։ Հնարավոր էսկալացիոն թայմ-աութ։ Այսինքն եթե այն իրավիճակը, որ մենք ունենք մարտ-ապրիլ ամիսներին, Ես հոյակապ հիշում եմ, որտեղ այդ ժամանակ շատ բարկացած էր եթերում, հենց դրանից էի խոսում, որ ամերիկյան միջնորդությունը մեզ կօգնի խուսափել պատերազմից, ու իրապես դա մեզ օգնեց։ Բայց ոչ մեկ չի երաշխավորում մեզ այս փոփոխվող ցինիկ աշխարհում, որտեղ այդ տրամաբանությունը խախտված է, որտեղ ձեր ասած միջազգային իրավունքը շատերը հարցականի տակ են դնում, այդ վտանգավոր աշխարհում դուք հարցերը պետք է կարողանաս լուծել, որովհետև ինչ եթե Թրամփը չլինի իշխանության կամ ինչ եթե Միացյալ Նահանգներում վարչակարգ փոխվի, ինչ եթե որոշակի այս ռուս-ամերիկյան որոշակի, չասեմ 100%-անոց կոնսենսուս, բայց որոշակի համագործակցություն ակնհայտ կա եւ մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս խախտվի, եթե գնա էլի սուր առճակատման ճանապարհով։ Ուզում եմ ասեմ, դու այս հնարավոր պատուհանից կամ օգտվում ես, խելքդ գլուխդ ես հավաքում ու քո հարցերը երկարաժամկետ լուծում ես, կամ այդ ընթացքում կարաս զբաղվես լրիվ անիմաստ վտանգավոր օրակարգերով երկրի համար, միևնույն ժամանակ օգնես Ալիևին ներկայանալ որպես խաղաղության աղավնի ընտրությունը քոնն է։ Այսինքն ռազմական անվտանգության վրա շեշտադրումը կարևոր է։ Անխոս, դա չի կարող չլինել։ Այսօր բանում Դավոսում գիտեք մեծ աղմուկ հանեց, վստահ եմ դուք եք հետևել Կանադայի վարչապետի հայտնի ելույթը։ Ուզում եմ ասել, այնպես չի որ 100%-անոց ամեն ինչ հալածյուղի տեղ պետք է ընդունել, բայց այդ կանոնը հստակ է, ինքը ասում է, որքան դու սկսում ես ենթարկվել ու հարմարվել քեզանից ավել ուժեղ կողմի կամքի ցանկությունների հետ, վերջում ինքը քեզ կուլ է տալու, իրոք այդպես է։ Եթե դու այսօր պատրաստ ես անկախության հռչակագրից հրաժարվել Ալիևի կամքին ենթարկվելու համար, ինքը քեզ վերջում կուլ է տալու։ Դու պետք է հասկանաս, դու այսօր շահել ես թրիփ այս իրավիճակում, դու պետք է այդ թրիփը մաքսիմալ օգտագործես իշա Հայաստանի։ Իրականում եթե ուզում եք ասել, այդ խաղաղության պայմանագիրը, որը բոլորս էլ հասկացել ենք, որ երբեք չի ստորագրվելու, ես դա 3 տարի առաջ էի ասում, որ այդ թուղթը չի ստորագրելու։ Դու պետք է հասկանաս դու այս բանը ինչ ունես ու դրանից ինչ կարող ես քաղել ու մաքսիմալ օգուտ քաղես։ Այ եկեք մի հատ հասկանանք նաև Թրամփի ուղին տնտեսագետները կխոսեն եւ խոսում են տնտեսական բաղադրիչից, դա դուք ինչպես եք դիտարկում Վենսի գալը Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջան Նեվի լավագույն ցուցիչն է, որ Թրամփի ուղին այս ադմինիստրացիայի ձեռքբերումներից է, որ իրենք կարող են ցույց տալ, չէ, նաև ներքին եւ արտաքին քաղաքականություն որպես ձեռքբերում, եւ սա իրական նշանակում է, որ մենք գործ ունենք ամերիկյան ուշադրության հետ մեր խնդիրն է։ Այ Թրամփի ուղին ոնց նաև փոխակերպել անվտանգային բաղադրիչ որպես մեզ համար։ Լիքը հարցեր կան, որ այս օրերին տրվում են, բայց դրանց մեջ էլ կարող ենք մտնել միանշանակ, բայց եթե այսպես փորձենք դրանից քամել անվտանգային բաղադրիչ այդ 3 տարվա time-out-ը, որ ասում եք, ինչ կարելի է ստանալ, ինչպես։ Մեկ մի բան ասեմ, հետո ձեր հարցին անդրադառնամ, այդ Թրամփի ուղի հետ կապված Ալիևը գնացել միջազգային Օվալաձև սրահում Ալիև եւ Փաշինյանի եւ Թրամփի հետ ստորագրել է դա, ճիշտ է։ Հետո հետ է գալիս ու ասում է Զանգեզուրի միջանցք։ Ասենք դա նորմալ է։ Չէ, բայց դա ամերիկացիները պետք է նաև Այո, բայց նաև հայկական կողմը, որովհետև ինքը տեղ դրանի մեջ տարածքային պահանջ է դնում, հայկական կողմը պետք է պնդի։ Ես իհարկե պետք է ասեմ, ու որքանով ես հասկանում, այնպես չի որ դա ամերիկացիներին դուր է գալիս եւ իրենք դա արտահայտում են։ Իրենց նախագծի դեմ է նաև, էլի։ Վերջինս նախագահի անվան դեմ է։ Այսինքն նախագահ անձամբ իր առնը դրել է, Ալիևը հրաժարվում է դա ռետինով մաքրում է եւ Զանգեզուրի միջանցք։ Այո, պետք է շեշտադրումը ուժեղացնել, որովհետեւ ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները բազմաթիվ խնդիրների մասին է մտածում, մեզ համար մեր երկրի խնդիրներն են առաջնարդ եւ մենք այդ ճնշումը պետք է գործադրենք, այդ մեկ։ Հնարավոր է դարձնել անվտանգային, այո, վստահորեն հնարավոր է, իհարկե, եթե դու բայց դա էլ է շատ էական, որ ասում եք շատ հարցեր են տալիս։ Ես վստահ եմ, որ ոչ մեկ ամբողջական ճշմարտությունը նույնիսկ չգիտի, ամբողջը լուծվում է բանակցությունների մեջ։ Այդ ժամանակ այդ օգոստոսի 8-ի ամբողջ բան այնքան արագ ու դինամիկ է զարգացել, որ շատ-շատերը նույնիսկ դետալների մեջ չեն կարողացել մտնել։ Հայաստանին պետք էր ուղղակի, որ
խաղաղության պայմանագրի բոլոր դրույթներին համաձայնելուց հետո Ադրբեջանը իր դեմ պատերազմ չսկսի, իսկ իրանք հոյակապ գիտեն, որ Ադրբեջանը կարող էր Հայաստանի դեմ պատերազմ սկսել խաղաղության պայմանագրի բոլոր դրույթներին համաձայնելուց հետո, որը անհեթեթություն է ինքնին, դրանից բխող բոլոր հարցականներով, որ իրանք իրանք պետքա տային այդ ինչի տեն ստացվեց, Ադրբեջանն էլ ուղղակի հասկացավ, որ չի կարող հակադրվել այդ ամենին, եւ Թրամփը իրոք հզոր գործոն է աշխարհում, պետք է փորձել խաղալ ու մաքսիմալ արդյունք խաղալ այդ ամենի մեջ։ Ու բոլորը մտան այդ կինոյի մեջ, բայց այդ կինոյի սերիաների հետ կապված ամեն մեկը պատկերացում ունի ու իրն է փորձելու խաղալ։ Ալիևի համար առաջնահերթ ճանապարհ է։ Մենք հասկանում ենք երկաթգիծ, որքան հասկացել եմ ամերիկյան կողմի նաեւ դեսպանի հետ, որ արդեն այստեղ չէ, հարցազրույցներից իրենք էլ են առաջնահերթ երկաթգիծ հասկանում ու պետք է այդ ամբողջի ուղղությամբ ակտիվորեն աշխատել ու փորձել մաքսիմալ գործարկել, ընդ որում ապահովելով օրինակ այդ հարցերը, որ առաջանում են, ես դետալների մեջ իրոք չեմ մտնում, որտեվ ես չեմ կարծում, որ մեկը բոլոր պատասխանները ունի, այդ 74%-ի, բայց դա չվերավաճառելու ուրիշին չհանձնելու հետ կապված իրոք հստակ երաշխիքներ պետքա լինեն, որովհետև այո ամերիկյան կողմն է դա այս պահի դրությամբ էս իրավիճակում կարող է դրական դիտվել, բայց հետագայի համար, եթե վերավաճառվի խնդիրներ առաջանան, դա կարող են հարցեր առաջանալ։ Պետք է ամբողջը ապահովես, բայց բանակ անվտանգություն, եթե դու ցույց չտվեցիր Ադրբեջանին, որ պատերազմը իր վրա հնարավոր պատերազմ ցանկացած պահին 5 տարի, 10 տարի, 3 տարի հետո շատ հանգին է վճարելու դրա համար, ինքը խնդիր է դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չի եւ հույս ունեմ այս տարի կավարտի ու մենք շատ ավելի կոմպետենտ իշխանություն կունենանք, բայց այդքանով հանդերձ երկարաժամկետ պետք է մտածել, քո հնարավոր ընձեռված պատուհաններից օգտվել պետք է իմանալ։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Տաթևիկ Հայրապետյանին։